Շնորհակալություն, պարոն վարչապետ, ճիշտ ենք հասկանում, որ ով Արցախ անունը տվեց, դա համարվելու է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը դեմ քաղաքականություն։ Խոսքի օրինակ ասի տատս պապս Արցախից են եղել եւ ինչ-որ ասենք գործից ազատվելու է կամ ինչ-որ ճնշումների է ենթարկվելու եւ այնքան շատ գովազդված 300 դպրոց 500 մանկապարտեզի թեման Factor TV-ին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից տվյալներ են տրամադրել, ըստ որոնց 300 դպրոցներից հիմնանորոգվել կամ վերանորոգվել է ավելի քան 100, իսկ 500 մանկապարտեզներից ու նախակրթարաններից ընդհանրապես 280-ը, սա հնգամյա ծրագրի շրջանակներում էր 21-26 թվականների, հասցնելու եք մինչև խորհրդարանական ընտրություններ մնացածը կառուցել թե ոչ, եւ արդյոք չի ստացվում, որ այս ծրագիրը տապալվել է եւ մեկ հարց է դուք մի առիթով պատմել եք թե ինչպես եք վարորդական իրավունք վերցրել որ 300 մետրից ձեզ նկատել են վերել տվել են ասել են վերցրեք գնացեք սա ձեր խոսքերն է Factor TV-ն այս ընթացքում փորձել է իրավապահ համակարգի հետ գրագրության հարցումների միջոցով բարձել թե ձեր այս հայտարարությունը ինչ իրավական գնահատականի արժանացել եւ որևէ գործընթաց ձեր հայտարարությունից հետո որը եղել է դատախազի եւ մյուս իրավապահ համակարգի ներկայացուցիչների մոտ արված չի արժանացել բայց մենք գիտենք որ բազմաթիվ քաղաքացիներ քրեական հետապնդումների են ենթարկվում ոչ օրինական ճանապարհով վարորդական իրավունքներ ձեռք բերելու համար Շատ լավ իրավապահները պետք է գործեն, եթե հայտարարության մեջ կա արձագանքելու առիթ, թող արձագանքեն։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ուրեմն ես շատ հստակ ասացի, որ պետության մեջ չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն։ Մարդիկ կարող են ասել Արցախից եմ, Վանից եմ, Մուշից եմ, Մոսկվայից եմ, Բերլինից եմ, չգիտեմ էլ որտեղ Մինվոդիից եմ, դա ինչ կապ ունի իմ ասած թեմայի հետ։ Մարդը ինչ ուզում է կարող ասի։ Խոսքը պետական պաշտոնյայի եւ դերաբաշխման մասին է եւ քաղաքական գնահատականի մասին։ Հիմա ես ասում եմ, եկեղեցու խորանից ասում են Արցախի հանրապետություն, օրհնի Արցախի հանրապետությունը։ Եվ այստեղ ես ոչ թե իրավական գնահատական եմ տալիս, այլ քաղաքական։ Ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը Հայաստանի հանրապետությունում։ Եվ սա ասում եմ նաեւ ուրիշ տեսակետից։ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու պատարագում 40-ից ավել անգամ խաղաղություն բառը օգտագործվում է 40-ից անգամ ավել անգամ ընդ որում 4 թե 5 անգամ ընդգծելով Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն եւ սա նաեւ այստեղ հոգեվոր ծառայության բնույթի մասին է եւ սա եւս մեկ օրինակ է որ այդ մարդիկ հոգեվոր ծառայության հետ ընդհանրապես կապ չունեն Լսեք, ոչ դրա համար չի Արարողակարգային նվեր տալ Արցախյան հիմնախնդիր թեմայով դա սադրանք է, քաղաքական սադրանք է չի կարող այդպիսի բան լինել այսինքն նվեր տալու բան կա մենք չենք կարող նվեր տանք վախենում ենք նվեր տանք բանի ուրիշ պաշտոնյայի միջոցով պետք է նվեր տանք լսեք կա պետություն արարողակարգ հասկանում եք ելի եմ ասում հերիքա մենք մեր երկրին վերաբերում ենք որպես ինքնագործունեության խմբակի ես չեմ կարող տենց բան թույլ տամ որովհետև պետության թիվ 1 պատասխանատու եմ ինչ վերաբերվում է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին մենք ասել ենք 2026 թվականին է եւ մենք համոզված եմ որ կհասցնենք ենթադրենք արդյունքում լինի որ կառուցեցինք որովհետև ընթացքի մեջ 350-ից ավել դպրոց է Ենթադրենք արդյունքում 2026 թվականի դեկտեմբերի 31-ին պարզվի որ պատրաստի դպրոցների թիվը 315 է կամ 298 դրանից ի՞նչ է փոխվում Շատ լավ կապրենք կտեսնենք Այսինքն դուք շատ շնորհակալություն կոմպլիմենտի համար, դուք արձանագրեցիք, որ անհրաժեշտ է, որ ես շարունակեմ մնալ վարչապետ, որպեսզի Հայաստանում դպրոցներ կառուցվեն եւ ոչ թե դպրոցներ քանդվեն։ Շնորհակալ եմ։